Պարոն Հակոբյան, քանի որ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարծիքի ազատ արտահայտության, տարակարծության ապահովման գործառույթ ունի սահմանությամբ իրեն վերապահված, կուզեի գնահատական տայիք, որ մեր հարկերից ծնվող հանրային հեռուստաընկերությունը օրինակ այսպես համառորեն չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանի, Բաքվում պահվող մեր մյուս գերիների դատավարություններին, այդ հարցը փորձում են լուսանցքից դուրս թողնել, ինչպես կմեկնեք դրան։ Ես գիտեմ այս խնդիրը, ես կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց ես ուզում եմ հստակ մենք հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։ Հանրային հեռուստաընկերությունը ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, եւ մենք այդ բովանդակային բաների մեջ, իրենց բովանդակային վեճերի մեջ կամ բովանդակության մեջ իրավունք չունենք։ Մենք ընդհանրապես խմբագրական քաղաքականության միջամտելու իրավունք չունենք։ Մենք իրավունքը մեր սահմանափակվում է օրենսդրությամբ։ Օրենսդրության մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերություն պետք պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։ Չգիտեմ ճիշտ է սխալ, որևէ լծակ չունենք, իհարկե չունենք։ Խախտում չի ինքը օրենսդրական խախտում չի։ Իհարկե շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի։ Սա շատ ճիշտ կլինի լուսաբանվի։ Ձեր մտահոգությունը կիսում եմ, բայց գիտեք, առանձնացնել հանրայինը, որ մեր հարկատուի հաշվին է, ես մի անգամ ասել էի, դուք նեղացաք ոնց որ թե, Տեկին։ Ես ասել եմ, որ բոլոր հեռուստաընկերությունները ծնվում են մեր գրպանից, որտեղ այդ գումարները, որ ակումուլացվում է, գովազդի միջոցով կլինի, թե հիմնադիրների միջոցով, դա ամբողջը հասարակ հարկատուի գրպանից է գնում։ Բոլորը այդ պատասխանությունը պիտի կրեն։ Աշխարհում շատ քիչ տեղ կա, որտեղ հանրային հեռարձակողի բովանդակությունը մյուսներից տարբերվում է։ Պատասխանատվությունը հանրային հեռուստաընկերությանն է։ Ավելի մեծ, ճիշտ է, այդ համաձայն եմ, իհարկե, չի քննարկվում։ Պետրոս Ղազարյանը հանրային